Այսօր պատրաստել ենք տիրամիսու, երեխաներիս ամենասիրած դեսերտն է եւ ես որոշեցի սեպտեմբերի 1-ի առավոտյան իրենց հյուրասիրեմ տիրամիսու, որպեսզի գոնե մի փոքր տրամադրությունները բարձրացնեմ։ Ու այսպես մեզ անհրաժեշտ է տիրամիսու թխվածքաբլիթներ, սուրճ, խտացրած կաթ, սերուցք եւ կաթնաշորային պանիր, շատ հեշտ, արագ, մինիմալ, այսպես ասած, ջանքերով համեղ դեսերտը պատրաստ կլինի։ Սերուցքը հարում ենք, ավելացնում ենք խտացրած կաթ։ Քաղցրությունը արդեն դուք ինքներդ ձեր ճաշակով կանեք, ես սիրում եմ քիչ քաղցր։ Հարելուց հետո ավելացնում ենք նաև կաթնաշորային պանիրը, այս ամենը մի լավ հարում ենք։ Եվ պատրաստում ենք սուրճ սառը ջրով, որպեսզի թխվածքաբլիթները շատ չփափկեն։ Մի փոքր ավելի թունդ ենք պատրաստում, ասենք մի բաժակ ջրին 2 գդալ սուրճ։ Սուրճը այստեղ մի հատ կարևոր հանգամանք, թխվածքաբլիթները ես շատ արագ եմ թաթախում սուրճի մեջ, որովհետև մենք չենք սիրում շատ փափուկ տիրամիսու։ Եթե շատ երկար անեք այս process-ը, մի փոքր ավելի փափուկ կստացվի։ Ուրեմն տարայի տակը քսում ենք սերուցքը եւ այսպես պեչենիները, թխվածքաբլիթները շատ արագ թաթախում ենք սուրճի մեջ, դնում ենք, պատում ենք կրեմի շերտով եւ այսպես ցանկալի է 2 շերտ։ Ես անում եմ 2 շերտ, որպեսզի կտրելուց էլ հարմար լինի եւ անպայման պետք է դնել այս ամենը անելուց հետո սառնարան, թողնել մինիմում 8 ժամ։ Ես միշտ երեկոյան պատրաստում եմ եւ առավոտյան վայելում ենք։ Ես եւ երեխաներս մատուցելուց առաջ կակաո ենք շաղ տալիս վրան եւ պատրաստ եմ։ Այս այսպեսի ամանի մեջ եմ պահում, որ հարմար լինի սառնարան։